Բարեցեք ձեր դեղերը բարելույս բոլորին, այսօր համը վիդի փորձեք, որ մինչև հիմա 5 տարվա մեջ երբեք չեն գրած։ Երկու հոգիով ներկայացում։ Առաջին անգամն է։ Համահեղինակներ Նվարդ Դալյան, ոնց ստորագրությունը կա, ստորագրություն չի անունը կա, եւ Սոնյա Սանան Կիլենջյանը, որ այսօր ցեզի մի խոսին իրենց համատեղ աշխատանքի մասին, որ կգոչվի Շղարշեն անտին։ Ես ցեզի մի չխոսիմ իհարկե Շղարշեն անտինը, որտեղ իրենք բավարար տեղեկություններ ունին, որ ցեզի մի փոխանցեմ, իրենք մի փոխանցեմ։ Սակայն գուզեմ ներկայացնել իրենք ցեզի, անոնք որ ծանոթ չեն։ Այդ Նվարդ Դալյանը ծնած է Երևան։ Միջնակարգ կրթությունը ստացած է անգլիական թեկումով դպրոցի մեջ։ Ասկը նշանակի է Երևանի մեջ եւ գսեմ անգլիական թեկումով, ֆրանսական թեկումով, կնշանակի այդ դպրոցի մեջ հայերեն գտասավանդվի, բայց կարևորություն կուտան այն լեզվին, որ կգրե ասենք այդ կոչումը, անգլիական թեկումով կնշանակի անգլերեն դասավանդելու կարևորություն կուտան, գերմանական թեկումով եւ այլն։ Բարձրագույն կրթությունը ստացած է 1972-77 շինարարության եւ ջարդարաբերության ասկային համալսարանի մեջ եւ բսակավոր արվեստից ով գնացել ինչ է բսակավոր արվեստից Bachelor of Arts բսակավոր արվեստից 77-ին երկու տարի Հայաստան աշխատել է յետք մշտական հաստատություն մշտական բնակություն հաստատած է Մորեալ Կանադայի մեջ 28 տարի աշխատած է Tolchinsky and Goods Architects ընկերության մեջ 28 տարի յետք մտած է Neuf Architect ընկերության մեջ Հոնալ 2 տարի աշխատած է մինչև 2015 երբ հանգստյան կոչված է 30 տարիներու ընթացքին զանազան ընկերության իր աշխատած ընկերություններուն ճամփով մեծ պրոջեկտներու վրա ծրագիրներու վրա աշխատած է Nortel Research and Development Facility Nepean, Ontario Marconi Research and Development Facility Canada, Ontario Centre Corporatif Descaries, Montréal Corel Center Ottawa, Ontario Ontario Municipal Employees Retirement Office Building Learning Activities Center Lower Canada College Նվարդը 16 տարեկանին ունեցած է իր առաջին լուսանկարչական գործիքը իր նպատակն է ստեղծել պատկերներ, որոնք տիտողները կհրավիրեն խորանալ մագերեսեն անտին ինքս է իր խոսքն է լուսանկարչությունը ինձ համար դիրքորոշում է տեսածիս հանդեպ անդարբեր չլինելու ձեզ եւ հայտնագործություն անգուսա որ այս Շղարշեն անտին ծրագիրը իր լուսանկարչական իրագործումներուն վերջինը մի չլնա Համահեղինակ Սոնյան ծնածի անջար Հոն հաջախած է ասկային Կալուստ Գյուլբենգյան երկրորդական վարժարանը ուրգե վգայվել է ետք հաջախած է Բեյրութի Հայգազյան համալսարանը եւ այնտեղ են վգայված է հոգեբանության ջուրի մեջ ինչի հոգեբանությունը Բեյրութի մեջ որոշ ադեմը դասավանդած է համասկայնի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան ջեմարանի մեջ հետո մեկնած է Հայաստան հոն մասնակցած է Երևանի Պետական համալսարանի բանասիրության Philology ջուրի մեջ հայ նոր քրականություն եւ քննադատություն ուսանած է Բեյրութ վերադարձին
Սոնյան աշխատած է վանացային ցայնասպյուրի հայդակրին իբրև խմբակիր եւ 2003-ին 2007 տարիներուն Փակինի փող խմբակիրի աշխատած է 2007-ին հաստատված է Կանադա Սոնյան գինն է բոլորի ծանոթ Ռաֆի Աջեմյանին եւ անոնք երկու զավակ ունին վայկը մեր ուսանողներն է այսօր ոչ չէ ճամփորդած է եւ վեմը Սոնյան 2008-ին սկսյալ գտասավանթե Սուրբ Ագոպ ասկային վարժանեն ներս 2021-ին իբեր պատասխանատունի հայրենոց դասավանդված միտերում Սոնյան աշխատակցի Գյուլբենկյան հիմնարկության արևմտահայերենի պահպանման եւ աշխուժացման ծրագիրներում Սոնյան 2016-ին նշանակված է Փակինի խմբակիր եւ իր 4 կողմը հավաքած աշխարհի դարբեր վայրերեն գրողներու խմբակրական գազմը իր խմբակրության օրոք Փակինը նոր ձևով եւ նոր բովանդակությամբ լույս կտեսնի Սոնյայի ստորագրությամբ իր բանաստեղծությունները եւ հոդվածները լույս տեսած են Փակին ինքնակիր, աստակ, հորիզոն, ասպարեզ եւ երգիր բարբերականներու մեջ։ Նվարտին հետ ան համահեղինատն է Շղարշեն Անտին ցուցանտես ալբոմին։ On ալբոմը գա որ վերջը գնանք տեսնեն։ Անոնք երկուքով այսօր մեզի մի ներկայացնեն։ Բարի եկեք Սոնյայի նվարդ։ Շնորհակալություն Վիկեն։ Նախ շնորհակալություն, որ մեզի այս քեղեցիկ արիթը դվիր, որովհետեւ մեր համագործակցության բդուղը հանդիսացող Շղարշեն Անտինը բաժնենք ցեզի հետ, որուն ծնունդին հիմնական պատճառը այն էր, որ այն քաղաքարն էր, ուր նվարդ այն քաղաքար ունեցավ իր լուսանկարները ներկայացնելու բանաստեղծություններու ուղեկցությամբ եւ ես ալ իմ բանաստեղծությունները սփանալու լուսանկարներու միջոցով։ Ուրեմն հիմնականը այս քաղաքարին կողմ է որ երկուս դոկտոր եղանք, որու մասին քիչ է նվարդը մանրամասն ցեզի պիտի ներկայացնեմ, մանավանդ այս աշխատանքի ծննդոցի պատմությունը։ Բայց մինչ այդ մտածեի ինչպես սկսել այսօրվան այս ներկայացումը, որ միայն մեր քրքի ներկայացումը չլա, որոշեցի քիչ բրբդում անել, տեսնելու համար, որ այս աշխատանքը, որ մենք ըրած ենք, ինչ նախապատմություն ունի։ Մարդիկ մեզ մե առաջ ինչ աշխատանքներ ըրած են, որոնք կհամատրեն բանաստեղծությունը եւ գրականությունը, կմիադեղեն զանոնք եւ մդերին կապ կստեղծեն երկուքի միջեւ։ Բայց առաջին հերթին փորձեցի գտնել հայերենով ինչպես պետք է կոչել այս արվեստի ջուրը, որ լուսանկարչությունը եւ բանաստեղծությունը կողքի կբերե, որոնք ամբողջովին տարբեր սերեր են։ Մեկը լույսով կներկայացնե իր միտքը, մյուսը փարով կներկայացնե լուսանկարչություն եւ բանաստեղծություն կամ առավել բանաստեղծություն եւ բնականաբար փնդրդուկ մրի, հավանաբար ֆրանսերենեն կամ անգլերենեն թարգմանությունը դեռ պետք է լա։ Հետաքրական այն էր, որ photopoetry կամ photopoem параրաններու մեջ գոյություն չունի։ Բնականաբար կնշանակի հայերենն ալ գոյություն չունի, AI-ին մեջ դրի եւ ինձ պատասխան տվավ լուսաբանաստեղծություն, որ ինչ գործած եմ անշուշտ, որովհետեւ բացարձակապես այն չէ, ինչ որ մենք կնենք։ Ուրեմն եւ փնդրդուկից առաջին մասը այն էր, որ առաջին անգամ երբ այս փարը ուրեմն մեջտեղ եկած է 1936 թվականին այս փարը առաջին անգամ շրջանառության մեջ տրված է Կոնստանս Ֆիլիպ անունով լուսանկարչուհի եւ արվեստագետի կողմէ, որ փորձած է համատրել իր լուսանկարները 19-րդ դարու բանաստեղծներու գրություններուն հետ։ Ասիկա էջն է իր պատրաստած գիրքեն, հավաքածոյեն, որ իր լուսանկարին կողքին լուսանկարը գտեսնեք ելեղը Manhattan-ն է եւ կովը Sir Scott Williams-ի բանաստեղծությունն է 19-րդ դարի, եթե չեմ սխալի։ Ուրեմն առաջին անգամ այս գիրքով է որ photopoem կամ photopoetry բառը շրջանառության մեջ մտնել։ Բայց անշուշտ որ բանաստեղծություն եւ լուսանկարչություն շատ ավելի առաջ համադեղ գոյացություն կազմած են։
Առաջին գիրքը, որ լույս տեսած է լուսանկարչություն, այսինքն ինչ որ մեզի հասած է, լուսանկարչություն եւ բանաստեղծություն 1860 թվականին Էլեոնորա բանաստեղծությունն է 4 կանտոնով գրված, որոնք ուղեկցեին 3 լուսանկարներ։ 3 լուսանկարները ցևով ճամփա կբանային, թե այս բանաստեղծությունը ուր գրված է, ինչի մասին գրված է, որ շրջանի մեջ գրված է, որովհետև բանաստեղծությունը, ինչ որ կգարտանք Էլեոնորայի մեջ, անհայտ բանաստեղծման է, չպահպանված ով է, կխոսի անգլիացի բարոնի աղջկան եւ ասպետի սիրավեբին մասին, որ դեղի ունենա Նեթլի Աբի անունով վանական համալիրի մեջ, Անգլիա, եւ այդ համալիրին, այդ վանական համալիրին 3 լուսանկարներն են, որոնք պահպանված են, ախոմ չեն, որովհետև ինչ որ կդա համացանցին վրա են copyright ունեին եւ շատ բղդորեին, թանկարանի նկարված անգարելի էր ցուցակել, բայց այս շրջանն է եւ հետաքրքրանը այն է, որ մուտքը այս է այդ գիրքին։ Քնա ընթերցող ուտես այս եկեղեցին այն բարձունքին վրա, որ շադոնց լքված է։ Այսինքն ցևով ընթերցողին գարաչնորդ է դեպի այդ վայրը, ուր որ դեպի ունեցած է։ Առաջին գիրքը, որ ամբողջությամբ մեզի հասած է լուսանկարչություն եւ բանաստեղծություն 1863 թվական, երկու լուսանկարիչներ Wilson եւ Ogg հրադարագեն The Lady of the Lake 1863 թվական, նորեն Sir Scott Williams-ի բանաստեղծություններն է, որոնք կխոսին Սկովդիո բարձունքներում վրա եւ ամբողջ գիրքի լուսանկարները վայրերու լուսանկարներ են, Սկովդիո բարձունքները։ Ավելի ուշ 1878 կտեսնենք դարձյալ քննության գնգերանա բանաստեղծություն հոսա լուսանկարիչ մնե, որուն գնգերացին զանազան գրողներու բանաստեղծություններ։ Այս ամբողջը մեկ կարելի է ասել ժամանակաշրջանի մեջ բադահածներ են առաջին գիրքերը։ Հիմա ամենեն հետաքրքրական բաժին հոսքերը սկսի 1908 թվական Դրուբայատ of Omar Khayyam, որ անգլերենի թարգմանված է Edward Fitzgerald-ի կողմէ, եւ առաջին գիրքն է, որուն մեջ ֆոտոներ, լուսանկարներ զետեղված են։ Գիրքը ամբողջությամբ արվեստի գործն է, եթե նկատեք գողքը, Art Nouveau, գեղեցիկ որդադունգով եւ այլն, իսկ մեջը լուսանկարներն են, որոնք գտեսնեք գիներ Պնութենեն գանցնիկ մարմինի ներգայացման, մագնոջ մարմինը փոխապերական իմաստով օգտագործելու այդ տեսությամբ եւ գտեսնեք, որ քիչ թադերական ծևով ներգայացված են, որովհետեւ այս գիրքին համար հadoop լուսանկարիչը հանդերձավորած է իր գերբարները, լուսանկարած է զանոնք եւ վերջը ռուտուշ արած է եւ ռուտուշի նկարներն են, որ գտեսնեք մեկ հատ տունավորած դրած են հոսն, այդ ինչ գեղեցիկ է։ Ասալ քունավոր տարբերակն է։ Դարձյալ գին, դարձյալ մարմին, Մայակովսկի։ Մայակովսկին, որ աբակայաբաց շարժումի գլխավոր հիմնադիրներն մեկն է, երկու բառով ասեմ, որ աբակայաբաչները շատ ավելի կհավատային կյանքի արագության, մեքենայականացման եւ այլն, ուրեմն այս մեկ իր գիրքն է, բայց գիրքը շատ հետաքրքրական է, որտեղ գնոջ մարմինը կտեսնեք նաև մեքենաներու մեջ։ Այս գիրքը գրած է, երբ որ իր ստիրուհին բաժնված է 2 ամիս, իր ստիրուհին եղած է իր հրադարագիչին գինը, եւ այդ ադորը որպես արդյուն ներկայացված է այս մեկը, հետագային նկարները ինքը փորձած է համադրել շատ հայտնի արվեստագետի հետ, Ռոչենկոյի հետ, Ալեքսանդր Ռոչենկոյի հետ, եւ ամբողջ գիրքը կոլաժներ են ֆոտոներու եւ բանաստեղծություններ։ Նմանօրինակ ավանգարդ հրադարագությունը նաեւ, ուր որ գտեսնեք կինը իր գդրադված մարմինով եւ տարբեր արարգաներու ընկերակցությամբ Ջորջ Հյուիե, որ շատ նշանավոր ավանգարդ արվեստագետ մի եղած է, աշխատակցած է շատ արվեստագետներու հետ, ինչպես Max Ernst, Pablo Picasso եւ այլն,
եւ ասի իր experimental փորձարարական բանաստեղծություններու գիրքն է, որոնք ընկերակցին ֆոտոկոլաժներ։ Հիմա ուղղակի իմ ամենասիրածից։ Ֆասիլ։ Պոլ Էլուար եւ գինը Նուշ Էլուար գնոջ մարմինն է աշխատակցած են Man Ray անունով լուսանկարիչի հետ Պոլ Էլուարի բանաստեղծություններում ընկերակցի իր գնոջ մարմնի լուսանկարները բավական էրոտիկ բանաստեղծություններ են եւ նկարներ Հոս կամ փոքրի շրջանը ուր գնոջ մարմինը որպես միջոց, արդահայտվելու միջոց կօգտագործվի եւ կանցնիկ նոր ժամանակաշրջանը շատ ավելի մոտ մեր ժամանակներում, որոնք լուսանկարչություն եւ բանաստեղծություն արվեստը գբերեն քաղաքական եւ քաղաքապարական դաշտ։ Եվ գտեսնենք այստեղ Remains of Elmet։ Ուրեմն կներկայացնե Ted Hughes-ի լուսանկարները, բանաստեղծությունները ներողություն, Սիլվիա Պլատին ամուսինն է, որ գխոսի շրջանի մասին Yorkshire, որ բնաչնչումի ենթակա է։ Կյանքը մգար այստեղ եւ այս կյանքը կբնաչնչվի, ուրեմն այդ բնաչնչվող կյանքին ծևով արխիվագրումն է եւ հետաքրքրական այն է, որ լուսանկարները եւ բանաստեղծությունները գարձեք ընթելուզված են իրարու, բայց ոչ վերացական ձևով, այն նկարագրողական ձևով։ Ինչ որ կներկայացվի բանաստեղծություններում մեջ, գարձեք լուսանկարներուն ցայներն են, շշուկներն են, լույսն է, ամեն ինչն է։ Ուրիշ հետաքրքրական հրատարակություն մնալ պիտի ցույց տամ ձեզի, որ մենք պիտի անցնենք մեր աշխատանքին։ Այս մեկը շատ հետաքրքրական կդա, այս հրատարակությունը I am the beggar of the world երկու ժուրնալիստներ, թղթակիցներ Աֆղանիստան գերտան, Աֆղանիստան-Պակիստան սահմանի մոտ եւ Land Days բացատրեմ հիմա ինչը Land Days-երը կհավաքեն եւ լուսանկարներ գնեն։ Ինչու՞։ Որովհետեւ Աֆղանիստանի մեջ երիտասարդ աղջիկ մը գուզե բանաստեղծություն գրել եւ քանի որ արտոնված չէ գիներուն արվեստով սպաղիլ աղջիկը ինքզին կայր է երիտասարդ աղջիկը։ Ուրեմն երկու այս թղթակիցները գերտան որպես օմաժ ձևով այս աղջկան հիշադակը հարգելու համար ամբողջ շրջանը կնկարեն եւ գարցանակեն Land-Days-երը։ Land-Days-ը իրենց լեզվին մեջ կնշանակե թունավոր բզդիկ օծ, շատ բզդիկ կլա։ Ուրեմն Land-Days-ն գուկա այդ փարեն շատ գարջ երկու դողնոց սուքի բորտկումի երկեր են, որոնք գամ գարդասանվին, գամ գերկվին, կրված ոչ հայտնի, այսինքն առանց անունի, գիներու կողմ է, որուն առաջին դողը 9 վանք կլա միշտ եւ վերջին դողը, այսինքն երկրորդ դողը 13 վանք կլա։ Ուրեմն շատ գարջ բանաստեղծություններ են, շատ գեղեցիկ նկարներ կան այս գիրքի մեջ։ Նայեցեք աս նկարին ինչպես է In my dream I am the president, when I awake I am the beggar of the world. Ամբողջովին քաղաքական եւ սերային խտրականության հարցեր գծակի այս հրատարակությունը ավելի ժամանակից նորեն քաղաքական իմաստով անկրիո մեջ հրատարակված է երկու հոգի դարձյալ լուսանկարիչ մի եւ բանաստեղծ Somerset շրջանը գերտան եւ հոն զանազան մարդոց կհարցնեն ամեն տեսակի տասակարգի մարդոց կհարցնեն որ ինչու համար հոսեք եւ կնկարեն այդ բահը կնկարել լուսանկարիչը եւ քրողը կգրե այն ինչ որ կբադմեն իրենք բանաստեղծության ծև գուտա իրենց խոսքին ուրեմն գտեսնեք որ ժամանակի ընթացքին բանաստեղծություն եւ լուսանկարչություն դարբեր փուլեր անցած են գապնությունը մարդուն մարմինը քաղաքական թեմաներով եւ այլն եւ գահացնիկ մեր հրատարակության որ նվարտը եւ ես հրատենք առանց ուսումնասիրություն անելու եւ ամբողջովին դարբեր մոդեցումով հիմա գուզեմ որ նվարտը խոսի այդ մասին ինչու այս աշխատանքին եւ
իր մոդեցումները ինչ են լուսանկարչության հանդեպ եւ այս աշխատանքը սկսա։ Նվակ ամբողջան քեզի գանցնա։ Շատ խոսեցա։ Ես այսպես խոսելու շատ վարժ չեմ, բայց բարի եկաք բոլորը, ուրախ ենք, որ մեզի հոս կընդունեցիք։ Ուրեմն սկսելու համար մեկ մեջբերում անեմ։ Սոնյան շատ լավ ներկայացուց բանաստեղծության եւ լուսանկարչության միջև կապը եւ տարբեր լուսանկարիչներու մոտեցումները իրենց գործին, ինչպես գիտենք լուսանկարչության մեջ տարբեր ճյուղեր, տարբեր ժանրեր գոյություն ունեն, կա պատմական լուսանկարչություն, կա ասենք թղթակցական, կա ուղղակի այսպես զգացական հիշողություններու համար արված լուսանկարչություն եւ կա լուսանկարչություն, որը կտանի ավելի դեպի արվեստին մոտեցնող զգացական կփորձեի զգացական աշխարհը միացնել արվեստին եւ այս մասին ուրեմն հռոմեացի բանաստեղծուհը, որ անունը Օրազիո է, գրած է, որ նկարը բանաստեղծություն է առանց բառերի։ Ուրեմն սկսելու համար ասեմ, որ պրոժեն նախապես որոշված չէր եւ շատ պատահական ստեղծված բանն է, որ արդյունք էր իմ ճամփորդությանս Համշեն դեպի Համշեն 2021 թվականին երազանքս էր տարիներու երազանք էր Համշեն ճամփորդել ուրեմն Համշեն թուր կոչվող ընկերություն կա Հայաստան, որ այս ճամփորդությունը կազմակերպված էր եւ այդ օրը որ այս լիճը գացինք, այդ օրվա ծրագիրի մեջ գրված էր լիճի սև լիճ է, որի մասին կսվեր դրախտի, ինչպես է դրախտի դարպասներ, այդպես գրված էր։ Զարմանալի էր ինչու դրախտի դարպաս գրած էին, բայց ինչև է, ուրեմն լեռներու մեջ է լիճը, Արդվին շրջանի մեջ, որ բավական հայություն կար կապրեր ժամանակին, հիմա է կապրին եւ հայերեն կխոսին, քիչ մի իրենց հայերենը տարբեր է անշուշտ։ Ուրեմն լիճը հասնելով, որ բավական երկար ճամփա էր, ասենք 5000 մետր պետք է վերել է սարերու վրա, ինքնաշարժով անշուշտ, հանգարց այս տեսարանը բացվեցավ մեր առջև, մշուշապատ, լիճը մշուշներու մեջ էր եւ իրապես վերնակիրը շատ հարմար էր, ինչ որ զատած էին դրախտի դարպասներ կարծես, որովհետեւ մշուշը ինքը այսպես շարժուն մշուշ մներ, որ կանցնիր եւ հետո նորեն ետ կուքար, ասեր որ քիչ մնալ դրախտային կամ կարատոր մեջ, որ ինչպես կպատահի, որ նույն իրավիճակը կկրկնվի քանի անգամ, սովորաբար ասենք մեկ կանցնի եւ կվերջանա, չէ, այդպես է բնության մեջ։ Ինչեւ է բավական ժողովուրդ կա այդ հոն, մեզ անշուշտ տուրիստներ եւ այլն եւ տեղացիներ։ Ամեն մարդ կնկարե, որ ազդված մշուշեն, անշուշտ կնկարեն։ Ես հոն այդ պահին, այդ պահը շատ բանաստեղծական պահն էր ինձի համար, որ ուրիշ խորքեր տարածին ինձ եւ որոշեցի, որ սպասեմ ամեն մարդ իր անելիքը վերջացնե եւ երթա եւ հետո նկարեմ, որովհետեւ ինձ պետք էր այսպես մաքուր տարածությունը, որ մարդ որևէ անց մեջը չլար ու այդպեսով նկարեցի, քանի մա շարքը նկարեցի, շատ արագ եղավ այսպես, կարելի է ասել 5-10 վայրկյան չտևեց, որպեսզի այս շարքը մեջտեղ բերվի եւ շատ գոհ էի, որ ահագին լավ բան հրացեմ եւ գիտեի, որ ինչպես կպատահի, որ բանը կնես եւ գիտես, որ շատ լավ է եւ վստահ ես, որ շարունակությունը հաջող պետք է լինի, այդպեսի զգացում ունեի։ Ուրեմն վերադարձանք հետո Մոնտրեալ,
Եվ անցավ ժամանակ, բավական ժամանակ անցավ, կարծես չէի մտածել այս մասին, բայց նորեն պատկերները արջևս եկան եւ նաև քաջալերվեցի ամուսինիս խորհուրդներով, որպես պետք է այս պատկերները ցուցադրվին եւ հուն քանի որ ինչպես որ Սոնյան նշեց եւ սի մեջ բերումը պատկերը դա բանաստեղծություն է առանց բառերի ուրեմն հոն ես գաղափարը առաջացավ որ համագործակցին բանաստեղծի հետ այս պատկերներու առումով եւ ցուցադրության առումով ուրեմն Սոնյայի հետ խոսեցան Սոնյայի հետ այս մասին դիսվեցան եւ ինքնալ լսելով ամբողջ ոգևորությունս սա որ գիտես ես ալ միշտ ուզեի Մշուշի մասին բան մկրել Ուրեմն հոն ասինք որ ինչու չէ միասին համագործակցենք եւ այս նախագիծը մեջտեղ բերենք շատ համահունչ է կարծես մեր երկու գաղափարները եւ մոտեցումը ու այդպիսով նստեցանք եւ սկսանք աշխատել այս գործի վրա անշուշտ Սոնյայի համար շատ դժվար ժամանակներ էին այդ կհիշեմ ինքը շատ բան եք անցներ, ասենք բժշկական եւ այլն ասես, անձնական հարցեր եք անցներ, բայց կարծեմ բանաստեղծությունը իրեն օգնեց, որպեսզի այդ վիճակեն ալտուստել է եւ ինչ որ իմաստով վերջը իմ կարծիքով իր բանաստեղծությունն է եւ լուսանկարները շատ հոյակապ ձևով իրարու հետ կարծեմ համագործակցեցին եւ ամուսնության պես փամը եղավ որ դուք ինքներդ կրնակ թատել կարդալով բանաստեղծությունը եւ նայելով պատկերները այդպես այնքան Իսկապես այս համագործակցության հետաքրքրական բաժինը այդ պատահականությունն է որ չձրագրված նախագիծը մեջտեղ եկավ, ինչպես նվարդը ասավ, Մշուշի այս գեղեցիկ պատկերները տեսնելով, անմիջապես դեդրակս բացի, որտեղ երբեմն դողեր գկրեմ եւ գբահեմ դերմը, եւ գիտեի, որ Մշուշի մասին դողը ունեի, եւ մեկ դող ունեի, Մշուշը շղար շունչից շնչույնին։ Այս դողը միայն ունեի, եւ երբ որ նվարդին այդ խոսեցա, ասի որ գիտես, երկար ժամանակ եմ Մշուշի մասին ուզեմ գրել, եւ մեկ դող ունիմ միայն Եվ այդ դողն է, որ վերջ բանաստեղծության վերածեցի եւ որտեղ Մշուշը ինձի համար շատ հարազատ բնության մեկ արտահայտությունն է քյուղաբրած եմ ամբողջ մանկությունս եւ այդ քյուղական արավոտները, որոնք Մշուշով գծածկվեին եւ գամած կբացվեր հորիզոնը շատ գեղեցիկ պատկերը առաջ կբերեր Եվ ինչպես որ նվարդը նշեց, այդ ժամանակաշրջանի երբ սկսանք աշխատելու այս գործին վրա Իմ յանքս ալ Մշուշով ծածկված էր, որտեղ չէի գիտեր հաջորդ օրը ինչ պիտի ելա, եւ այդպես գամած բանաստեղծությամբ եւ լուսանկարներով բացինք Մշուշը եւ մեր այս աշխատանքի մեջ եկավ։ Եվ ընդհանրապես ինքը իր մեջ Մշուշի գաղափարը ինչ է, որ կվերանա եւ իր հետևեն ուրիշ պատկերներ կելեն եւ իրականությունը դուրս կելեն։ Մենք կրնանք տարբեր ձևով բացատրել, կրնանք քաղաքական փաստակ տալ, կրնանք սոցիալական ամեն ով ինչպես որ կցանկանա կրնա բացատրել երևույթը, բայց խնդիրը այն է, որ անհայտությունն է, որ ավելի իր հետ կբերե այսպես խորհուրդ, որի մասին կմտածես եւ կփորձես հասկանալ յետևը ինչ կա։ Ինձ համար այս տեղը Արդրինը եւ Մշուշը եւ Մշուշի այս շարժումը եւ ասենք բացվելը յետևը կարծես տարա պատմության գիրկը, որ ասենք ժամանակին հոսքերնա շատ բաներ անցած դարձած են եւ հիմա այս Մշուշներու մեջ է եւ չեմ ավելի զգացական դեպի տարավ եւ բանաստեղծությունն անշուշտ զգացումներու արտահայտություն է
եւ դեպի արվեստ երկուքն ալ արվեստի կտանին, մեկը լուսանկարչության միջոցով է, որ կփորձե լիրիկական դեպի լիրիկա եւ բանաստեղծություն, բայց լուսանկարի միջոցով մյուսը բառերով կարտահայտե եւ այսպիսով շատ կարծեմ հաջող բան ստացվեցավ։ Ձեր տադինը դիտենք, այո։ Հիմա բստիկ վիդեոմը ցույց տանք 4 վայրկյանոց, որ մեր ցուցանտեսին ընթացքին արձանագրված է, պետք է հավանաբար ցուցանտեսի մասին ախոսի։ Հայաստան ցուցանտեսին Սոնյան չգրծավ կալ, բայց իր բանաստեղծությամբ ներկա էր։ Ուրեմն ICA, եթե ծանոթ եք, արվեստի ժամանակակից արվեստի ինստիտուտ կոչվող հաստատություն կա, որ Նազարեթ Կարոյանն է, որ եւ Ռուբեն Արևշատյանն են տնօրենները, իրենց հետ միասին այս ցուցահանդեսը կազմակերպեցին, իրենց սրահի մեջ շատ գեղեցիկ ձևով ներկայացվեցավ լուսանկարները եւ բանաստեղծությունները ֆիզիկական ձևով ցուցադրվեցան սեղանի վրա։ Ատկեվերջ ցուցահանդես եղավ նաև Գյումրի Արսամազյան քույրերու թանգարանի մեջ, նույն ցուցահանդեսը հոն տարվեցավ եւ նորեն շատ հաջող էր։ Մենք բստիկ պատկերում ունենք ուրեմն ժամանակակից արվեստի ինստիտուտի ցուցահանդես են, որ եւ Ռուբեն Արևշատյանը երկու տող մեր մասին կխոսի այդ մասին, գնանք հիմա ցուցադրեն, որպեսզի հասկանանք թե ինչպես է։ Ուրեմն շարժումը 7 պատկեր է, ամեն մեկ պատկերը կսկսի, ասենք, շատ փակ, ասենք, մշուշապատ պատկեր մնե, որը կամաց կբացվի, ուրեմն մշուշի շարժումն է 7 պատկերով, վերջին պատկերը, այսինքն արդեն մշուշը կվերանա եւ դուք կտեսնեք թե երևը ինչ կա։ Ուրեմն այս է գաղափարը եւ շարժումն է, որ լուսավորությունը եւ շարժումն է, որ ինձ շատ հետաքրքրած էր նկարելու ընթացքին եւ այդ լուսավորության, ասենք, կարծես իմ կամ տեսախցիկովս մտածեմ մշուշի մեջ, որը որ ստեղծած է տարբեր լուսավոր գիծեր, իրականության մեջ կրնալ պարզ նկարելով չկրնաս հոն հասնի, բայց երբ որ մեջ է կմտնաս, արդեն լույսը կփոխվի։ Երկու խոսքալ իմ կողմից բանաստեղծության մոդեցման մասին, միշտ ընկերներս սկսեն ինչու բանաստեղծական հադորը չէ սրադարագիր, որ միշտ մտքիս մեջ կա ինչ անել, որպեսզի բանաստեղծությունը քիրքեն դուրս հանեմ։ Բանաստեղծությունը բերեմ տնեմ գետրոնը, որ մարդիկ անոր շուտ դառնան, խոսին անոր մասին, որը ընդհանրապես քիրքը կդպվի, բանաստեղծությունը գարտաս եւ երթա անգյունը կգրավե գրատարանի մեջ։ Ինչ անել, որ գետրոնացումը բերել վրան եւ դուրս հանել քիրքի գաղափարը։ Եվ նվարտի հետ այդ ցուցահանդեսը, որը ճիշտ այս գաղափարին վրա նաեւ հիմնված էր, որ բանաստեղծությունը այլևս քիրքի մեջ չէ, սեղանի վրա սփռված էր, որոնց շուրջ մարդիկ կդառնային թե տեսողականը, թե պատկերը եւ թե քիրը գմիանային եւ անդարբեր չէին նրանց, ոչ լուսանկարին կողմը եւ ոչ սեղանի վրա դրված բանաստեղծության հսկայական թուղթերուն արժևեն, որոնք գրավեին սրահին ճիշտ մեջտեղը։ Գաղափարը նաեւ ասերցավ installation-ի գաղափարն էր։ Դարյանի այս նախագիծը, Մշուշի ծանդի նախագիծը, որ նա մշակել էր բանաստեղծություն Սարհան Քլեջյանի հետ միասին, ժամանակակից արվեստի ինստիտուտի նոր շենքում արված առաջին ցուցադրությունն էր, մեր համար շատ կարևոր եւ ուրախալի իրադարձություններ դա, որտեղ նախագիծը պետք է ասեմ, որ իսկապես շատ հետաքրքիր է, շատ խորն է եւ շատ հաջողված նախագիծ է,
որտեղ համադրվում է պատկերը եւ տեքստը, ստեղծելով բազմապիսի իմաստներ, որոնք որ իրապես կարծես այն թեմային, որ անդրադառնում են ավարտը դանդահամշենում արված, ուրեմն այն բնապատկերն է, որը որ մաշուշից ազատվելով դուրս է բերում աստիճանաբար նոր պատկերներ եւ այդ պատկերները, ինչպես դուք կարող եք տեսնել, մեկը մյուսից տարբեր են, շատ տարբեր են, իրենց տրամադրությամբ, իրենց խորությամբ, չնայած որ նկարված են նույն կետից։ Բացման ժամանակ էր, որ ես նշեցի, որ որոշակի առումով այս նախագիծը զուգադիպեց նաև ժամանակային առումով շատ հետաքրքիր, որոշակի առումով դրամատիկ, նույնիսկ ողբերգական իրադարձությունների զարգացման հետ, երբ աշխարհը գտնվում է բավականին քաոտիկ իրավիճակում եւ կարծես այն մշուշը, որը պատել է այս աշխարհը եւ այն մշուշը, որը կա այսօրվա դրությամբ մարդկանց աչքերի առաջ եւ ապագան բնավ հնարավոր չի տեսնել շատ անգամ այդ մշուշից անդին նախագիծը որոշակի առումով արձագանքում է նաեւ այդ այսօրվա ժամանակաշրջանին, որ մշուշը այնուամենայնիվ հույս կա, որ մի գեղեցիկ օր ինքը ծրվելու է եւ ծրվելուց հետո բացվելու է ոչ թե մի իրականություն, այլ տարբեր իրականություններ։ Շատ հաջող ցուցահանդես էր, շատ ուրախ եմ, որ դա մեր առաջին ցուցահանդեսն էր եւ հույսով եմ, որ մենք կարիք կունենանք նվարտի հետ ապագայում կրկին աշխատել։ Պատկերը ամբողջացնելու համար բանաստեղծության եւ լուսանկարչության կատալոգն արտադրվեցավ այդ նույն գաղափարի մեջ, որպեսզի կարողանանք տրամադրությունը նաեւ կատալոգին հաղորդել։ Ուրեմն բանաստեղծությունները տպվեցան թափանցիկ թուղթերի վրա, այսինքն որ նորեն մշուշի տպավորություն գցկե, եւ լուսանկարը թուղթի բանաստեղծության տակն էր, եւ թափանցիկ թուղթը թերթելով տակեն նկարը դուրս գել, այսինքն նույն գաղափարի մեջ է, որ եւ այսպիսով ամբողջացավ նաեւ կատալոգները, որոնք որ հիմա ցեզի կրնանք սիրով բաժնել մեր մարմինդ գտածխեմ մշուշին եւ ես թուն գպացվինք բազմատրվակ ձպանքներու երանքներով մշուշը շղար շունչիտ շնչույնին բայց ավելի խորություն զնուցիչ Երգնքին միջև եւ երգրին այլաշրջիկ պսպսուքին մեջ ճուրերուն ուրթուն ես բնագիչներ վաղեմի
հիշողության արկասավոր երկունքի մեջ փաթթված, թարած, ծայրը ալեծածան ժամանակի դևողության, խրած գողին անլուսանցի սկիզբին, գրեթե մերկ, փախյուններեն եւ ցավերեն մարդկային, յանքեն խզված, բայց թեպի կյանք սուրացող, 1001 երազներով աներկբայ եւ ռիթմերով շապյուղա, ընթելուզված լիջի խորքին, անտորության, բազմաթիմակ հողիձոցեն արդակսված, որուն արջև ծունգի եկած, միանվակ ընթացումով թեպի հավերժ գնայիս։ Մշուշը մարմին մդերմության, ուր գմտնեմ, ուր գմտնես, արարումի գշրութավոր ջարակայթ մպրնելու, գարձես հբեիր սկիզբին, շունչիս, շունչիտ, շնչաթարց օղակներով, ընձայված արավոդին, ուրստվերներ, գազմալուծվող հորիզոնեն պրթելով, լիջին խորքեն շոկիացող, շքեղությամբ խոնավին, թրթրացող ճշմարտությամբ, գբարուրեն, ամեն պացվածք, ամեն ամայք, որոնք գաջին զպանքներեն լրության, սեղմվելու մարմինիդ, զով խոնավությամբ ժամանակին։ Մշուշը վայրը չկացման գորուստի, բայց հարադևորեն արկավանտ, իշխող, երազային, ջերմագությամբ իր խոնավ, որուն դամուկ ողողում են մարմինդ, սկայազեղ հորթումով գտարնա քեչ պնակիչը գրտնած լույսին, արդապխող ներգային և բազմախոս լինելությամբ ճշմարիտ, այքապացի ցայտքերում մեջ գխայդա, մթնշաղի անչափելի դարափոխվող քայքայմամբ, որուն խորքը աչքերդ, ցուգերուբ ես գլողան, անցած ժամանակիմը վգաները պնդրելու։ Օրերուն շոշապներուն քայքայումը դեսնելով գնգղմիս, շապյուղայի խորուրդին հանձնված անբարակիտ բացվածքի մեջ հերվին, գկրավվիմ դարածության մեջ գաստուրիչ, գբադրվիս թեպի թուրս, թեպի ներս, ստապումի ծպանքին հետ լուծվելու, ամեն ինչ գոջավորվի, խաղաղության անձայրածիր դարածության կույներով, լույսի, մութի, ընդգրկումով ծնուցիչ, դարակրված ցայնի շեղբեն, ծանրութենեն բարերու, հայտնագերբված մարախուղին թովչանքովը վիբային, որպես մարմին դարածության և կոյություն աբահով, բադված սաղմով անհբելի անվերջության։ Մշուշը դարած այլագերբումի, գախված ձվեններեն անհայդի, ուր ամեն ինչ բահմը ուրիշ և միակ, երգնումովը ցայքալույսի շարայլներուն, որոնք հատ կմխրջվին մարախուղի բացված ծոցեն, մարմիններու մեջ փխրուն, ցնորական, արձակումով, ասեղնակորց, մութի, լույսի, հորցանուդով գրգնախոս և խարշապովը հերվին, դամուկ, անցայն, դրոպույնով այլայլիչ։ Երկնքին և երկրին սահմանին, ուր արավոդը արևներ գնեդե, ժամանակը գտարնա դեսանելի, մինչ մշուշեն արգախված, շերդ առ շերդ, գգեղվդի թաղանթը ափունքին, մարմինդ, գծնի օրը ըղծագերտ, փախող մութին անվավեր, որուն մարախլաբատ խորշերու մեջ խուսափուկ, թերգահանգչին աչքերդ, ձակումներու կերտվածները գրգին անգամ գրելու։ Այսեր մեր Վստահ եմ արցուններ ունեիք։ Չէ՞։ Այո, պրամեցեք հարցնելու ադեմն է։ Լալ լուսանկարներուն, որ նվարդին արվեստն է, լալ կերտողության, որ Սոնյային արվեստն է։ Ուզեի գիտնալ մտածելակերպը ինչ էր բարերուն դեղաշարումին էջին վրա, որ ընդհանրապես տրադիցիոնի չի ելել իր մտածելակերպը ինչ էր ադա։
Ես իմ շունչիս երկարության հետ գրեմ բանաստեղծության լողերս եւ բարաբուչումները մինչեւ հաջորդ բարը գալու, որ նաեւ ինձ համար բանաստեղծության մաս կգազմեն, մեջն են լողերում։ Ուրեմն ադոր համար է ադիգա, ինչպես որ գսկամ եւ գշնչեմ, այդպես ալ գրեմ, որովհետեւ բանաստեղծության մոդեցումս ես բանաստեղծության չեմ մոդենալ որպես խաղապար կամ որպես դեսություն, ավելի արգածախնդրություն մնե բարերուն հետ խաղալու ծևովը եւ անգերձանալու ինչ որ գուքա ատբահուն իմ մեջ ես բարերը եւ այլն շարե թուղթին վրա շարելու, այսինքն շունչիս հետ կապված է։ Այդ բացությունները որ գտեսնեք հավանաբար մեջը թաթարներն են մինչև հաջորդ տող անցնելը։ Այո, հրամեցեք։ Բանաստեղծության մեջ գետադրական նշաններու բացակայությունը դիտմամբ է ոչ մեկ գետադրական նշան կա։ Այո, այս արվեստի այս ծևը ոչ մեկ գետադրական նշան տնելու կգարձեմ, որ ազատություն մուտա նաև ընթերցողին, որպես իր մեկնաբանությունը անե։ Գենա այն գեդերուն վրա, որ կգարձե, որ պիտի գենա ինքը եւ պիտի թաթար մարնե եւ շարունակե։ Անշուշտ ասիգա իմ ստեղծագործությունը, այսինքն այս արվեստի ստեղծումը ես չեմ ստեղծած, շատ բանաստեղծներ կան, որոնք առանց գետադրության կգրեն եւ առանց վերնակրի կգրեն, դողերը կանտված կգրեն, բայց ադիգա այդ արվեստի ծևին գահարին, որովհետեւ կգարձեմ ես իմ գարձիկովս ազատություն մգուտա ընթերցողին, որպես իր դողերը գազմե։ Որտեղ բանաստեղծությունը երբ որ գկրես եւ քեզ մեկ դուրս գելա այլևս կուգտ չէ ընթերցողինն է եւ ընթերցողը ինքը պետք է վերագազմի այդ բանաստեղծությունը որովհետեւ բանաստեղծությունը կարենա ապրեցնել այլապես կմնա իմ բանաստեղծությունս որ շատ անձնագանի կվերածվի այսինքն անանձնական պետք է լա ծևով անձնականը լարով անանձնական պետք է լա Այո Լարա Գուզեգոր գիտնալ ինչպես որոշեցիք առաջ բանաստեղծությունը որոշեցիք որ մեկ նկարին հետ պիտերթա կամ նկարները շարածեք եւ ասիք որ օքեյ ասոր համեմատ աս բանաստեղծությունները գուզեմ գրել ինչպես ասենք գազնվեցա նվարտը լուսանկարները երբ որ ցույց տվավ ինձի անմիջապես այդ տողը որսի միտքս եկավ եւ ղրգեց ինձ լուսանկարները անգողինիս մեջ նստած ասակ մեկա տիդեցի, քանի անգամ տիդեցի, մինչև որ սկսա գարենալ գրել, որովհետև ճիշտ նույն միջոցին գործողություն եղած էի, անընդհատ հիվանդանոց կվազեի եւ այլն, եւ որ մնալ փագեցի այդ ամբողջ դպավորությունը մշուշին ուղեղիս մեջ եւ սկսա գրել։ Ոչ թե այսինքն նկարը տնելով եւ քո բանաստեղծությունը գրելով, այլ զգացողությունը բահելով մտքիս մեջ եւ ինչ որ ես արած եմ այդ լուսանկարներեն որպես ներշնչում որպես մտածելու գետ, որպես զգալու գետ, այդ ամբողջներ, որ ինձ մղեցին բանաստեղծությունները գրել եւ կովկովի տնել վերջը, որովհետեւ ինչպես որ տեսակ առաջին լուսանկարները, որ ցեզի ցույց տվի, ինձի համար բանաստեղծությունը երբեք նկարագրողական չէ։ Ինչպես որ երբեք նկարագրողական չէ։ Ավելի կապված է ներքին հոգեգան վիճակի, մտքի վիճակին հետ, հոգեգան վիճակին հետ եւ այդ բահուն ինչ որ ես սկացի այդ նկարներու այդ քերեցկուտենեն ինչ որ մեջը սփացվեցավ անցյալեն եւ ներկայեն համատրվեցան եւ բանաստեղծությունները ելան որոնք կողքի շարեցինք եւ գտեսնեք որ նույնիսկ մեջը լիջին անդրադարձը գա բայց ամեն նկարներում մեջ լիջ գա բայց միայն երկու դեղ լիջին նշումը գա Բարձրապես սկացողություններ այդ ամբողջ մշուշին, որ նվարտին լուսանկարներուն շնորհիվ սկացի եւ վերարտադրեցի։ Այդ է գերեզգությունը, որ երկուքն արվեստի միջոցներ են, որ իրար հետ շատ լավ համագործակցած են։ Այսինքն զգացմունքը փոխանցված է այդ իմաստով։ Միշտ պետք է մտածել, որ բանաստեղծության տարբեր ժանրեր կան ամեն մարդ տեսակ բանաստեղծություն կգրե իր ինչպես որ իր մոդեցումն է բանաստեղծական արվեստին կան ասենք թե խաղապարներու վրա հիմնված բանաստեղծություններ կան հայրենասիրական բանաստեղծություններ կան
չգիտնամ, լեզվի մասին բանաստեղծություններ, որոնք ընդհանուր խորակիրներ ունին, բայց այս մեկը այդպես չէ, այդ նպատակին չի ծառայել։ Ներսես, ամեն բանաստեղծությունը շատ հայտնի է, որ երկու թեմ դրել է։ Ինչ է նորը, երկրորդ թեմ կողով է։ Իրականության մեջ երկու նպատակ է հետապնդի այդ մեկը, թե իսկապես երկխոսություն մնե, այսինքն երկու անձի միջև եղող երկխոսությունն է, բայց նաև երկխոսություն մնե իմ եւ լիջին հետ, իմ եւ մթնոլորտին հետ։ Ադոր համար գրնաս լիջը առնել որպես անձ, գրնաս ուրիշ մեկը առնել որպես անձ եւ այդ ադոր համար է որ երկու թեմ կա, որովհետեւ իմ զգացումս նաև ես արդացոլված կտեսնեի լիջին մեջ եւ գրնամ ես իմ զգացումներս կամ տեսնել նաև ուրիշ անձի մեջ։ ինչ որ կվերադարձնի սկիզբը ասված մեկ բանի, որ կարտացողը, ընթերցողը ինք պիտի իմաստ լեցնե բանաստեղծության։ Սոնյան գսի որ օրինակ ինքը կտեսնե դիմացինը իբրև անձ կամ իբրև բնության մեկ երևույթը։ Մենք կնանք ուրիշ ձևով գարտալ ադիգա, եւ ադիգա է որ բանաստեղծության իմաստ կհագցնի։ Ձևով մեկենակցություն է բնության հետ կամ մարդու հետ։ Այո, գենակցություն գաղափարն է։ Գաղափարն է։ Եվ եթե նկատեցիք քծիկ դրած եմ, հոթը բաժնած եմ քծիկով, որտեղ գրնաս կարդալ առաջին տեմպով միան կամ գրնաս կարդալ երրորդ տեմպով։ Այո։ Դաղավին հարցում գա։ Նախ դիսեմ որ իքական սերի աշխատանքը լալ շատ հայտնի է, շատ նրբություն կամեցը և շատ կեղեցկությունը արվեստներու միացուրում։ Չեմ գիտե, ձեզները յուրաքանչյուրը դարբեր զգացումները մտված ստեղծագործած է, միան գուզեմ ձեզիսերով մեզի խաղակոն է, ինձի համար խաղաղություն ներշնչեց։ Այսինքն նկարները դիտելով երաժշտությունը եւ Սոնյան ընթերցում են հետո ես հատուկ թերապի եմ ելածի վիճակը սկացի, ըստ հորան չէ։ Ըստ ադի ինձի համար նշանակ է, որ ամբողջությամբ հանդարտած եմ։ Այսինքն նույնիսկ կրկույդին պատրաստությունը, ջաշակը, առավել մշուշոտ էջերուն գաղափարը ամբողջացած էր ձեր ծրագրի հաջողությունը։ Իսկ հարցումս արդեն ներսես հարցուց Շնորհակալ եմ, նպատակը այդ է, որ կարենանք Այո։ Եվ մտածելիք, այսինքն բարեր շատ կա, որ պետք է իսկապես քիչնալ խորանալու համար պետք է էջարեջ կարդալ։ Շնորհակալ եմ։ Բարոնա Ջեմյան։ Երկու բան, մեկը նախ հետաքրքրան է Սոնյա ասածդ, որ գերտամ չի մտածած արանք, որ հայելի է իրանության մեջ, որտեղ գնայիս որ թիմացած ինքնակեզի գնայի։ Ադիգա չէին մտածում։ Երկրորդ նվարդ ես փորձել եմ, բայց մշուշ նկարելը շատ դժվար է, որտեղ կամերան երբ որ գտնես աչքդ բան մը գտեսնե կամերան ուրիշ բան գտեսնե։ Եվ աս նկարներում մեջ իսկապես մշուշը ներկա է։ Կուզեի ասեմ նախ թուն նկարածադենը գիտագեցի, որ նկարածս արդյոք դեսածից պիտի համապատասխանե կամ ոչ եւ երկրորդ ոս տեխնիկ հարց տեխնիկ է անշուշտ բայց նաեւ դպակրության անցածադենն ալ գխոն Այո։ բավական բարբերություն կա քիչ ադոր մասին ուզել խոսել տեխնիկ բաժինը կոլեգարածադենը տվածադեն Ընդհանրապես իմ մոտեցումս նկարելու լուսանկարչությանը երբեք չեմ ուզել նկարի վրա աշխատել, նկարել են վերջ, ասենք Photoshop եւ այլ չի անցած ասպան։ Ինչ որ կտեսնեք, անը ինչ որ նկարված է։ Ուրեմն ատի ինձ համար Photoshop-ի գաղափարը չեմ ընդունիր եւ կփորձես հոն է որ կփորձես պահը որը որ կուքա, այսինքն այս պարակային բնությունը կարծես ինձի տվավ այդ կարելությունը, որ այս է պահը պետք է նկարես։ Ուրեմն եթե այդ պահը կարենաս տեսնել եւ ամբողջ բանն քարացնել այդ պահը, շատ կարևոր է քո տեսողությունը։ Երկրորդը ինչպես որ ասիր, այո, շատերը կնկարեն, այո, նույն բանը կրնալ տարբեր մարդիկ նկարեն եւ նույն բանը չստացվի։ Հոսալ կուքա քիչ մկու ներքին աշխարհը մտածելակերպը որոշ ասենք
բագաժս եմ, չեմ գիտեմ, տեսողության բագաժը կա, որ ուզես, ինչ կուզես տեսնել։ So ես ասի, որ բարձ նկարված չէ, ես մտած եմ մշուշի մեջ, կամերայով։ Այսինքն բարձ լեզվով եմ զում հրած եմ։ Այսինքն կամերան մցուցած եմ մշուշի մեջ։ Դու կրնաս առանց, ասպես ուղղակի բարձ նկարել և լման ուրիշ բան դուրս կա։ Բայց երբ որ զում կնես, բանի մեջ կմտնաս, արդեն լրիվ ուրիշ աշխարհ կբացվի, լուսավորությունը կփոխվի և ատի տեսած եմ։ Նկարելու ընթացքին տեսած եմ այդ պատկերը, որ ինչ որ ուզած եմ նկարել։ Եվ հետո մեկ բան լավ էր, որ քանի որ կկրկնվեր իրավիճակը, ուրեմն եթե մեկ իրավիճակ փախցուցի, կսպասեի, որ նորեն կա այդ վիճակը և հոն միտքիս մեջ շարունակականությունը հոն եկավ միտքիս մեջ, որ կարելի է ասենք քոցեն թեպի փացը երթալ, ասենք սպասեն թե փացվի և այդպես նկարեմ ամեն մեկ պատկերը։ Ուրեմն այդ պատճառով նույն տեղը կեցած եմ և նույն պատկերը նկարած եմ տարբեր ասենք վարկյաններում, որ այս արդյունքը ստացված է։ Բայց որևէ ֆոտոշոփ չի եղած վրա։ Ուղղակի տպագրության իմաստով ալսեմ, որ մեր տպագրիչը իրեն ալ պետք է կրեդիտ տանք ակտուալ արվեստը, ինքն ալ մեր ուրեմն շեշտեցիր, որ կին կանացի նրբություն կա, բայց հոն տղամարդ էր Երցավ իրականացնել կանացի մեր մոդեցումները։ Բայց ինքը մեզի շատ լավ ըմբասնեց մեր ուզածը, թե ինչ կուզենք, այսպես, անշուշտ իրեն ալ բացատրեցինք, թե ինչ կուզենք, որ մեր տեղ փերվի, և կրցավ որոշ իր գաղափարներն ալ կան, ասենք, թուղթի ընտրությունը, ինչու այսպես արծաթակույն թուղթ ընտրվեցավ, որպեսի մշուշ, ասում իր ասենք բանն է, թելադրությունն է, որ մեզի օգտված Առաջարդեր։ Ասի ստեղծագործական կորձ է, տեխնիկալ մանրամասնությունները շատ կարևոր չեն, բայց իբրև լուսանկարչական մեքենային դեղությունները, որ Կորձիկը։ Կախտիկները Հոսիգարը ստիպված է համապատասխանել։ Հիմա որ ասեմ ամեն մարդ պիտի իսե կարելի չի ասիկա։ Ինչպես որ դու անկիստրիս կաս։ Ինչպես անկիստրիս կաս։ Ընդհանրապես ես Վստահ եմ մեկ է ավելի ունիս։ Թե ունիմ տարբեր բաներ, տարբեր կամերաներ ունիմ, քիչ վերջ եթե ուրիշ լուսանկարները ադոնք տարբեր բաներով նկարված են։ Ընդհանրապես Fuji-ը կորցած եմ։ Fuji կամերան է իմ լավ կամերաս, բայց այս բարակային պիտի անկեղծանամ։ Իսկավի։ Արա ճիշտ է, բայց 21 սեկունդը։ Չեմ ուզել ավելորդ բաներս էլ, որ չեմ գիտեր ինչ կամերաներ Այո, երկու հարցում ևս, Լարա։ Ես քույներուն մասին գուզեի որ հարցնել, որովհետեւ Photoshop չեք սիրել կործածել, բայց աս քիրքին մեջ նայեմ նկարծիցի, ասենք սև ջերմագի փոխված էր նկարները, բայց երբեմն հա, բզիկ դունիկները գնաս քիչ մը քույն դեսներ, հեչ քույները չեք փոխած նկարներում։ Ոչ մեկ բան չէ։ Okay։ Իրականության մեջ երբ որ զանազան սահիկներ կանցնեին, անոնցում մեկ հատ որոշ չերևիր, մեջը երկու դուն գա որ քունավոր են։ Այո, ոչ Գարմիրի վրա դուն մտա։ Այ, օքեյ։ Ավասիկ։ Եթե այս նկարները իսկական ֆոտոները տեսնեք մեծ չափերում, Ավելի քույներ երևի։ շատ տպավորիչ են եւ մոդեն կտեսնեք, որ իսկապես մշուշ է։ Վերջին հարցումը Ձովիգին է։ Կարբար հարցումը քանի ժամ արավ, օրվան քանի ժամը հոնացուցի։ Ժամեր չէին, ճիշտ մեզի տարին, ասենք ժամեր տևեց հոն հասնիլը։ Չէ, նկարելու բաժինը։ Հա, նկարելու բաժինը 5-10 տարեկան։ Այո, շարժվել, ես ասեմ, ասենք շարժվում։ Սիկլիկ է։ Այո։
ցիկլեր, Մանավանդ շատ ատվարձը ցիկլ։ Օվիդի մեջ է։ Եվ ուրիշ բան ասեմ անձրևալ կար, թեթև շղարշ կար այսպես անձրևալ, եւ պետք է արագ անեինք, որովհետեւ երբ պետք է վերադառնանք։ Ուրեմն Ես կայսի ժամերին սպասեցի։ չէ, չեմ սպասել։ Ինչ որ տեսած եմ այդ պահը, ուրեմն վերցած եմ։ Այո, նալորը բամոն գուզեա, հաստատում ու գուզեան է։ Չէ, բարձրապես գուցե որ այդքան քեղեցիկ միացում է, որ տեսեն մեկ բարձի վրա դերանակի դա շատ հաջող միացում ստաց բանը production-ը միասին հիանալի է, անտեկած անտերի է, բայց պիտի հիմա եթե աս կատալոգը դաս միջին գրասերի միջին չեմ կարծել որ շատ բան պիտի հասկանա ինչս էլ գուզեմ ասել գուզեմ որ աս տեսակ հարթակները կարևոր են աս քիրքերու արժեքին եւ հասկացողության կնպաստեն վստահ ես չէ ոչ մեկ բանի վստահ եմ անշուշտ բայց Բարերը բարձ են, այսին շատ դժվար չէ։ այո բայց միտքի թելը Կարևոր է։ մտքի թելը տուն պիտի տնես այլապես Շատ բաներ նաև զգացող intuition կսեն։ Գիտես դու այո եւ ինտուիշնը նախազգացում Ինդրա չէ այսին, ինդրա։ Դերաշխատ։ Բայց դողը գա որ շատ սիրեցի հոս կյանքեն խզված բայց թեպի կյանք սուրացող Ադի շատ քենեցիկ է ասածին պես տուն եւ քու Ես իմ կողմից ասեմ, որ Սոնյայի բանաստեղծությունները հոյակապ են։ Ես շատ գոհ եմ իր հետ աշխատելու, որովհետև ինչ որ ես կզգայի իմ գործերուս վերաբերյալ, որոնք որ ասենք լուսանկարչություն է, բայց դեպի արվեստ կտանենք ավելի շատ։ Ինքը կրնա որպես արվեստի գործ լալ առանցին ասենք աշխատանք։ Եվ ինքն ալ մոտ է իր բանաստեղծությունն ալ մոտ է արվեստի։ So երկու արվեստներ իրարու հետ համագործակցած են։ Նաև վիզուալ։ Եվ վիզուալ այո, վիզուալը եւ գրավորը կարելի է ասել, չէ, ինչպես եւ այդ իմաստով շատ գոհ եմ, որ իր հետ աշխատեցա եւ Լուսանկարներն իրենց կարգին ինձ համար բոլորովին նորություն են, այսինքն այս տեսակ լուսանկարներ վստահ կան, բայց հայկական շրջանի մեջ, հայկական շրջակայության մեջ առաջին անգամ ես տեսա որ ասկիտ գրադարագեցի, ալբոմ գրադարագեցի։ Հետո երբ որ փաստադրեց նվարտը, մտածեցի ինչ լավ է որ նշուշ կա։ Չէ, ինչ լավ է որ ամեն ինչ հստակ չէ։ Ինչ լավ է որ շատ բաներ չեն գիտել։ Եվ որ մշուշը չեն գիտել։ Լավ է որ այդպես։ Այո, մշուշը վերադառնա նվարտի այն խոսքին, որ գսե ինք կուզե մագերեսեն անտին համտեսնեմ եւ աշխատանքը հատ կնի։ Վերջին պատկերի մեջ պատկերը շատ ավելի հստակ է, վերջին լուսանկարը, որովհետեւ մշուշը վերացած է եւ ավելի երևի ամեն ինչը։ Վերջինը սելով ասմիկը նկատի ունի։ Չէ, եդեի գողքը չէ, վերջին լուսանկարը շատ։ Այո, ուրիշ, այո, շատ զգիտնիա մի դիսեի, որ գարձեմ, որ այս բոլորիդ մեկնագետը այդ ճամփորդության թղթիկին վրա գրված փարն էր։ Տրախտի դարբասը։ Եթե Ադանո ֆիլմը դա։ Ջիվան Ավետիսյանի ֆիլմը դա։ Տրախտի դարբասը։ Եվ եթե այդ փարը չլար, դերևս նույնքան այդ բանջը չսկայի։ Ուրիշ լավ, թաթարմը, որպեսի վերադառնանք և աշխատանոցը սկսենք։ Աշխատանոցը դա Պիտի ցույց տանք նվարտին լուսանկարներեն հունչմը և խնդրանքս պիտի լացեզմե, որ
երբ որ լուսանկարը տեսնեք, առաջին փարը, առաջին միտքը, առաջին դողը, առաջին զգացումը ինչ որ է արձանագրել։ Շատ արագ, առանց մտածելու։ Լավ գրեցի, լավ չի գրեցի, ասի ճիշտ բառն է, ասի սխալ բառն է, ամբողջովին անչափված, առաջին դպավորությունը ինչ որ ծեր վրա գծկե, այդ փարը գուզեմ որ գամ միտքը արձանագրեք։ Մեկ բար գլա։ Մեկ բար գլա, մեկ տող գլա, ինչ որ է, շատ երկար իջցկենք պատկերները բանի վրա, բայց գուզեմ այսպես շատ արագ արձանագրություն գալը ամեն մեկ պատկերի վրա։ Կարևոր չէ ինչ արձանագրություն։ Հադրեմ որ պատկերը փոխել է առաջ դեղացնես, որովհետեւ մարդիկերը չեն գրած բամը գտնան։ Շատ լավ, առաջին պատկերը ինչ որ գտեսնեք։ Ռամեցեք։ Առաջին լուսանկարը։ Նախ աշխատանքի հետևյալն է 4 դողով քարադող բանաստեղծություն մկրել ինչպես գրել գամ ինչ որ միտք եւ այս բահվան 5 վայրկյանվա մեջ ինչ որ զգացուցես այդ բոլորը համախմբել եւ քարադողի մեջ դնել մեկ առաջին տարբերակ Երկրորդ տարբերակ նկարները իդ պիտի դարձնեմ հիմա ամեն մարդ մեկ նկարը գարնե որ ամենեն շատը սիրեց եւ գրածը իր գրած դողերու մեջ ամենեն լավը կգարձե որ այդ է կամ սկացումը ադոր վրա աշխատի Երրորդ տարբերակ ընդրել նկարը իր գրածը եւ կովինին կամ սեղանին վրա հարցնել դուք ինչ սկացիք այս նկարը երբ որ տեսաք եւ անոնց միալ քաղաքարներ առնելով այդ քարադողը գրել 20 վարյան Պիտի խնդրեմ, որ նկարները երբ որ կդարձնեմ, ասեք եթե այս նկարին վրա է ձեր գրածը կամ ոչ, եւ պիտի խնդրեմ ձեզ որ գարտակ ձեր դողերը, որովհետեւ բոլորս վայելենք։ Առաջին պատկերին վրա գամերը որ գրած է զեփյուր։ Առաջին
պատկերը ինձի բադը դեսայր։ Ուրեմն մանկության առաջին հբումը այդ բադին հբում չէր, այլ կերել արդյունքը փշրանքներ, փորձառություն էր թեև հին, մաշած ու գեղված, սպիտակ բադեն բեգորները այդ։ Հաղթանակ, թե գիտություն, քարին, հինին եւ մանկության հիշադակին։ Լիվա Արամի։ Ինձի ես ճիշտ թրջունը ինձ համար Թրջունը։ զարգա։ Ուրեմն սկսա գրել ներքին աշխարհ ուր գնայիս նայված կդ գյանքի հույս ու գայդար գեցված կդ հայրեն շնորհ գեցված կդ հբարդ ու գետրոնացած պատրաստ թիմավորել թայլուն աշխարհ Ուրեմն հա կրնամ թիմատուրն է եւ թրջունը նկարը կիսված է թրջունին տակը ասենք աման մկա որ մոմ կբարեն So ուրեմն ես այդ ամանը չեմ նկարած որտեղ ինձ հետաքրքրակ ատի ուրիշ տեղ կտաներ երբ որ ամանով թրջունը նկարեի արդեն լման նկար տարբեր կլար so ուրեմն ասպատի թիմացը այդ դրված էր այդքան Հայաստան Գյումրի չէ այդ կողմը Գյումրի է այո Այ ուրիշ Գաշանդված աղամնին որ դուրս ծրավ ազատորեն սավառելով շուրջ դաբանին ձողում վրա զպացող վերականգնող աշխարհին խաղաղություն ավետեց ողջ մարդկության բրգարար իր բարելուր ջջով Շատ հետաքրքիր է որ երեք փոքրին է շնչված ամբողջ Փար քրեցեք իմ քրած փարս անշարժ է Անշարժ Բայց գրել ես հետո մտածեցի արդյոք ես է որ անշարժ կտեսնեմ արդյոք իսկական Չէ, քանի որ թրջունը շարժում է ակմն է եւ հանգած կեցած է հոն երևի այդ է association Չէ, երբեմն թրջուններ Ես ճիշտ նոր քու հագաստեցություն ունեցա արցանակրեցի փարը որ գրած եմ 40 40 Ուրիշ ես ասացի որ ուզեք փաշնել դերևս նայված Խաղաղ Տրիչկս կարացավ գրեց ես Տրիչկս կարացավ Գբարտն չէ գբարտ կեցված կգա Այո ուրիշ հետաքրքիր Աչորտին ասի որպես ամեն մարդ Ասենք serene գսկայգոր so անիգայր inspiration Zen Yeah Բաղ եւ խոնավ օդը գսկամ մորթիս վրա աչքերս կկոցեմ եւ խորունկ շունչ մգառնեմ Վարգյանը գարձես թե աշխարհը գգենա ճուրին շարժումը հովին ցայնը հանդարտ կսկամ Լիճը ուրեմն առանցին լիճ մկար եւ ուրիշ տեղ քիչ մանդին փոնդի պես բան մկար Քիչ մգանաչավուն գերեվի դորոս բայց եւ աղորե ուստի Մեկը գուզե իր գրած բարը բաժնել այս տեսարանի հետ խաղաղություն զոլացում Ուր է իր տուն Ուր է իր տուն խորում շուշի մեջն է Չէ ես ասո պարչունին Օգրեց Հար թե Չէ բանաստեղծություն Եթե չի գա բարերուն վրա Հստակության մեջ ինձի համար միշտ որոշ հստակություն մգա Միան պետք է հավատալ եւ իրականությունը ընդունել Փույներով կգերտենք քաղաք Սլաց Շատ լավ Գանցնիմ Այո Գամեգը որ գրեց այս պատկերին վրա Գրեց ոչ Գրաֆիկ Լողայի մայրամուտին թրջուններուն հետ Ասուր է նվակ Էսի բանալիճ է Բանալիճ Բանալիճը միշտ նախորդը որ փույները տեսակ Ոնց ուրեմն ինքնաշարժով կանցնենք եւ աստեսարանը ամիջապես տեսա ինքնաշարժը պետք է կեցնենք So կեցան ամեն բար բարի որպեսի աս նկարենք Եվ փույները նկարելու ադեմ թրջունները հանգարցս թռան եւ նրան գովը լիճն է եւ այդ թրջունը ավելի փոքր նկարվեց So այսպես նույն այդ թրջուններն են ճարծարել Ասում վրա գամեգը որ բանաստեղծություն գրած է շատ ռոմանտիկ Փար ինչ գրած է Անապաս Իրիկնային Ճամփան երկար է Ճամփան երկար է Չուրը հանդարտ կկնանա
Կարմն edem artınsınen, şlupısı yev artından, yev heratsok çürüt idem. Մեկ խոսք, մեկ փար, մեկ անդրադարձ, կիդակցապար կամ անկիդագից, ըսիր, ըսին, անցար, անցան, թքելով խորունկ եւ հավիտյան մդումներ։ Ներշնչում կա եւ հետաքրական է, որ նույն բանին վրա գեցել։ Շատ լավ է, այո։ Շողեր։ Ումս 5 տող է։ Հորտեցավ ցավը, բայթեցավ սպին, ջեղկվեցավ հայերին, լացավ զեփյուրը, սուզվեցավ խորքը։ Հար գա որ մեկը կուզե փաշնել մեր հետ այս Ասորի։ Այո, ասորել նո։ Vicious cycle։ Կյան, զեփյուր, հյուրեր։ Դժվարության սկիզբը։ Դժվարությունը սկիզբը, նայեցեք ինչ դա հետաքրքիր տարբեր։ Վասկեն գնաց բացատրել ինչու դժվարության սկիզբը։ Ֆրոնտարդության մեջ մեր ու կապան մագեների եւ ալեգորություն սկսի։ Դատովրայություն սկսի։ Այո, հասկացա։ Այս պատկերը Մեկ վարգան նուշի։ Այո։ Հայրան արած միտքերից կուկա խենտը կարմը կլորեց։ Այո։ Հիմա ասոր մասին եթե մեկը գա որ քրած այս պատկերի մասին Ով քրեց Ուր է այս պատկերը նվար Ուր արնված է բանանիչ Չէ, ասի օնտարիոյի մեջ լիճն է Ուր Եվ ինչ որ թեղին եք տեսնեք տագի մամուռներն են Ես ալ գարձեցի զուգ է Գարձեցի abstrakt tablo mu? Ձաղիկ հետված ներվելու ժամանակ նկարված է Ես կարևորթերանի մոտեցեմ պատկերը, ուրեմն կրնայի հեր մամուռները նկարել, բայց չուզեցի մամուռները անպայման Մամուռն է, բայց ավելի վերացական ծերով Գույները եւ շարժումները կարծես Վան Գողի վրձինով են Ռիտան գուզե փաշել մեզ իր Դրամեն Ռիտա Աներևույթ վտանգ Որովհետև այդ բաները որ կան, ինչ է փարահայերենով մամուրը կրնալ նման լիճը բանել, կանչել, քանի լույսը կթատրեցնեն ներս մտնած ու գերգմերնին, կորդերգմերնին եւ այո քեղեցիկ է, բայց աներևույթ վտանգ մնե։ Ավանդ եթե գաբույդ է։ Այո։ Ես իրարանցում զեփյուր խախտում Որովհետև ճուրին խաղաղությունը խախտող տեղին է Մեկ ասկոն երթա մեկ Այս մեկը վերածնունդ Աշնան երասը Աշնան երասը Գա մեկը որ քրեց Ես կարուն չէ Փարս Կարուն փնության ծնունդը Նա ինքը կարուն Ասի քարուն անի պիտի ցուն ասում դեսար ես կարուն Դեսեք նույն պատկերը ինչպես կնա Քեզ Բայց հետազոտական այս պատկերը շատ սիրած է Այո Վստահ եմ Այո հրամեցեք Հրամեցեք Տիգին Իսկենյան Մաշկի բادرվածքը Մաշկի բادرվածքը Այո Նեղություն էր դժվար բահեր Երբ անհուսությունը գարաչնորթեր թեպի խավար Ջարջադյունը սկիզբ արավ և շրընդյունովը հույս արտնցավ ու մաշկը բադրած թարմությունը լույս աշխարի եկավ Այս պատկերը Ռուբեն Ախվերդյան բաց կեղևը ձար Հարաստեղությունը Ռազմիկ Տավոյանը Ռուբեն Ախվերդյանը գերքի է Եվ ադոր բաջարով այլ կրեցիկ դեղված գոջվա Շատ գեղեցիկ հարաստեղություն մնե Այո Ռազմիկ Տավոյան բաց կեղևը ձար Արինց Արինց կեղևիտ մեջ և Ռուբենը շատ լավ գերքի է Այո Գեղև մակավատ Գեղև մակաղատ Սավարի աշուն Ցավալի աշուն Բادرդված Այո Կանտվող աշուն այո Փար Հարումը չէ, բայց ըսկացումն է, որ աս նկարը դեսանի հիշեցի, երբ որ
բզդիգեինք Ալեքս Մանուկյան ճիշտ երբ որ ցույնը գսկսեր հալիլ եւ ամեն ասենք 4 խոդին վրա գտարային դուրսը քանի գահիշեցի։ Մանկությունը դիշես։ Այո։ Ես Տերևս ասոր մասին էր, բայց արի մյուս նգարներ են անասում և կրեցի երկու դարբերակ։ Շալավոր։ 15 առաջին դարբերակներ են, մեկը և երկու։ Sorry։ Թրիչկս կարացած էր։ Ուր է իր տուն, միայն աստված, պշոտ երգիր։ Կալեցինք դեպի հոն, բտղապեր երազ, վաղճան կամ միացոլում, արարիչ, հասանք, ասինումն է։ Իսկ երկրորդ վերջանը լույսերը ձպտված, ցայներու արդացոլում, ով կյանք, բտղապեր երազ, այսպես անցավ, կալեցինք դեպի հոն։ Հաջորդը Այո հրամեցեք Աստ ներողություն նախորդ ուր էր, ուր նկարված էր։ Նախորդը Prince Edward Island էին։ Prince Edward Island։ Okay։ Իսկ աս գիտեմ ասկա, բայց Արևմուտք Հայաստանի։ Անսպասելի հրճվան, այս արիտը, որ դվավինց ոսկյա տաշտը։ Աչկը գլեցվի, բայց անգուշտ մնալով ետ գնայի, որ խլե այդ հորիզոնեն մյուս կողմ, անդեսանելի, այո, անսպասելի, կան արագությամբ կանցնի։ Ձեզ մեր բավական բանուն ենք սովորել։ Ես պակինի նոր բաներ գրողներ կպնդրեմ։ Նախորդ պատկերին վրա Նախորդ միայն ես ինձի վերմագին իշել։ Այո, շողեր։ Վերմագ, գդոր վերմագ։ Բեկայի տաշտ։ Այնձի սև ջերմակ բեկա։ Ես աժիշտ նույնը բեկայի տաշտի Ոչնչություն, այո, որովհետև արդեն ծորենի տաշտերում մեկ մասը այրած է։ Այս պատկերին վրա գապանան ստեղծություն։ Դով, փար, փափուկ, ձնունդ, Իհարս ծորենի նման։ ծորենի նման։ Այս այո, ասի շատ ստագ է։ Ճանաբար։ Ամերիկացի բանաստեղծ ընկած դրով նա taken։ Բանաստեղծություն ունի անիգայ։ Հրամե այս նկարը ով պիտի սիրեց ես։ Եվ ես գրեցի որպես պար մեր։ Ժարասարույց։ Ճիշտ է, ժարասարույց պարքին է։ Ժարած սարույց։ Ժարասարույց։ Ժարաշարույց։ Այս մեկը։ Այո, կանանային նախաճաշ։ Կանանային Կապանասիկ։ Նանոր։ Գաբույտ անդար, ուրիշ աշխար, դարբեր լույս, շունչ մայլ, ուր գեգանցնինք ան և ես, գախարդված մշտաթալարներուն փուրմունք են։ Ուրիշ կա պարվում, որ գուզեք պաշնել, սկացում այս պատկերին են, այո։ Ես պահամ անդարի մեջ, շենք որ արևը Երբ որ արևը հոնջ է։ Այո։ Արև ուր ես տուն։ Ասնգար շատ շատ է։ Պանաստեղծություն։ Նոմինակ կրած եմ Դխուր ճամպա։ Լալգան ճամպա։ Լալգան ճամպա, այո։ Անորոշ անցրևոդ է, հանտակ կշե։ Շատ կունսական։ Աբագի։ Ուրիշ։ Յանքի իրականությունները։ Յանքի իրականությունները։ Ուր էր այդ բանը, անցրևոտ։ Անցրևոտը ասի Օթավայի ջամփու վրան է։ Անցրևոտ։ Անցրևոտ։ Թե շատանենը թոսամ չնգարեցի։ Այո։ Այո, հրամեցեք։ Այո, հրամի բասկեն։ Գրեցի ասոր։ Okay։ Երանի ունենայի կավչուկ բոտ, որ հակնեի ես շուդով, սատկելու ուրախ ու զվարդ, մանուգիմը բես անհոգ։ Երանի այս տարիքիս ունենամ այդ սկացումը,
որ յանքի արիտները ջախարագեմ ես արի։ Սա ինչ է դիտունի, եթե ուզես։ Դիան ուզելու մեջ է Այո, մարալ։ Ազատության սկացում է էագին, ուր գտրչի հորիզոնի ուղությամբ, սլացած ու իր թևերը բացած, վերելքին ի վեր թևի բարձրած անսահման։ Ես ասոր բարը ունիմ։ Այո։ Թրուցիկ կամ թրչու։ Թրուցիկ ճիշտ է, գումանգությամբ մեր թրուցիկները։ Թրուցիկն է թրչու։ Հոմանաշազներն է ասի պատկեր մնե կարելի ստուդիոեն Երևանի մեջ։ Okay. Եվ թրջուն արվարգյանեն անցայ։ Այո, նանոր։ Առանցին սլացք։ Առանցին սլացք։ Անկախություն։ Անկախություն ամենեն հետաքրքրական։ Okay. Այո։ Վերջին նկարը եւ վերջին դողը ասոր մասին է։ So, վերջ 4 հատ կա։ Այո, վերնաս։ Okay. So, ես եւ Շանթալը փախտadեցինք մեր բալասխանները եւ դեռ հագանիշ բաներ ցրեցինք եւ դեռ նման։ So, ադոնք միացնելով 5 նկարի նայելով TV 2 4 16 18 ասիգա մեջներ եղավ։ Մշուշի մեջ անհետացած նսեմությունը զիս կժնչե, ագնարգը սարին վրա անցնելով մտածումներս կտրին բարձր թեպի երկինք թեպի խաղաղություն։ Երկու օքիով կարելի է աշխատել։ Ուրիշ Ադոր լավակույն բաստը դրիք դուք այսօր։ Ուրիշ դող կարելի է կամ գուզեք պաշներ, այո, շանտ։ Նախորդ նկարներն երկու հատն է, մեկը քիչ է, աս մեկը եւ մեկը քիչ մնա, աս մեկը։ Երկու քիչ մնա միասին։ Ձարերը գմցին միասին, բայց արևը կդակցնե իրենց մարմինները մեր ոսկի դերևները կծածկեն չորտին։ Շատ լավ, ուրիշ կամ մեկը որ փամը այո, հրամեզեք նկարները ներշնչվելով։ Առաջին ուրեմն վերնակիրս եղավ սպասման ժամանակ թրջունին նկարը ինձ համար սպասման մեջ է։ Անանգով յանքը առնել հանդարտ եւ խաղաղորեն, ապրիլ բոլոր մարդահրավերները ընդունելով, հետադարձ ակնակ մնայելու առնելով մեր նախնիներուն, ի վերջո գտնել մեր ուղին եւ հասնել նպատակին։ Շատ լավ։ Ճամփորդություն թեպի բնության կետրոնը, ծար, թաշ, լեր, երկինք կկանչեն զիս։ Հայելացույց քույները կզարմացնեն միշտ, կհայտնաբերեն խորհուրդը ճշմարտության եւ կյանքի։ Շատ ամոր ամփոփվեցավ այսպես, շատ լավ էր այս բանը եւ շատ ուրախ եմ, որ բոլորը դալ մասնակցեցաք եւ այս ծեր շնորհիվ այս աշխատանոցը գարձեմ, որ շատ գեղեցիկ բաղվամը վերածվեցավ։ Նպատակը այն էր, որ միշտ գտնել գետը յանքի մեջ կամ բաղվան մեջ, որում վրա կարելի է գետնանալ ազատորեն եւ խորհիլ անոր մասին, բարերը կողքովի գտնել տներ խաղի պես, խաղալ բարերուն հետ, չվախնալ անպայման բարերու ծանրութենեն, կամ դողերը սլավեն, կամ լավ չեն, ինքնակնաթադության այդ փուլը անցնել եւ փորձել ստեղծագործել, որովհետեւ հավատամ որ ամեն մարդ ստեղծագործ է ծավալը, ուրեմն այնպես որ պետք է բահը գտնել եւ ստեղծագործել։ Եվ այսպիսի գեղեցիկ բաներ դուրս կգան։ Լավ, շնորհակալություն Սոնյային եւ Նվարտին։ Հաննուբար Շրամնի։ Հա, չէ, ես ալ իրապես շատ տպավորիչ է մանավանդ այս վերջին բաժինը, ինձ համար Ռաֆին չսավ։ Ուզեք 4 տող կազեմ, բայց 4 նգար է։ Այո, Առաջին տողը գարտացի։ Գլողայի մայնամուդին թրջուններուն հետ, ծագեր գային երկնքի մեջ մութ, ուսարեցանք կաբույդի մեջ չրվեժներուն, անցրև գուկար ջամփուն ամբողջ երկնքի։ Ճիշտ է, այս վերջին պահուն ինձի համար ալ, այսինքն ճիշտ նկարելուց ինքս ալ զգացումներ ունեցած եմ, բայց ձեր խոսքերը բավական համահունչ էին, որ զգացումներս հետ, այնպես որ շատ շնորհակալ եմ եւ կհուսամ կթնես
կայքեչի Անպայման։ վրա, ես ալ գուզեմ ադանք ունենալ։ Անպայման բիտնեմ եւ պիտի իշեցնեմ ձեզ եթե չղրգեք, որ հարգեք անպայման։ Մերսի նայեք քեզ իսկապես շատ մերսի որ այս արիտը ստեղծվեց։ Ուրախ ենք։ Ես ագելի առաջ շնորհակալություն անշուշտ Սոնյային եւ Նվարդին եզի շատ հետաքրական ներկայացումը դալուն եւ այս աշխատանոցը վարելուն երկուքի համագործակցությամբ լուսանկարները եւ բանաստեղծությունը, որ այսօրվան նյութն էր, լուսանկարներ եւ բանաստեղծություն։ Միաժամանակ չեմ գիտեր եթե ճիշտ եմ, որ այս բոլոր ձեր կարտացածները ինձ համար ետ կդանին Ռաֆի Աջեմյանի Ինդրայի ներաշխարի ուրեմն նյութը, որտեղ հոն բան մգար, չէ, ներհայեցողություն մգար, թեպի ներս նայելու եւ ներսեն ճշմարտությունը արդահանելու այդ ընթացքի մեջ են կարծես այս բոլորը դիտեցինք եւ ադոր համար իրար կապվեցավ անցյալ շաբաթվանի այս շաբաթ եւ այս գործական աշխատանոցը իսկապես արժևորեց բոլոր նախորդ շաբաթներու մեր թասերը։ Շնորհակալություն Նվարդ։